Ժողովուրդ ջան, տեսեք թե ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ի գիշերը։ Գիշերվա ժամը 2-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրեց ձայների հաշվարկների հրապարակումը։ Իսկ դրանից առաջ, երբ հաշվարկված էր ընդամենը տեղամասերի 10%-ը, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հաղթանակի մասին։ Ինքն հռչակվեց։ Բնական հարց է առաջանում, ինչպես կարող էր նա այդքան վստահ լինել արդյունքների վրա, երբ ձայների մեծ մասը 90%-ը դեռ հաշվարկված չէր։ Կասկածելի է, չէ՞։ Ու հիմա եկեք ինքներս մեզ մի անկեղծ հարց տանք։ Եթե չլինեին վարչական ճնշումներ, պետական ռեսուրսի չարաշահում, բռնաճնշումները եւ նախընտրական շրջանում պետական բյուջեի հաշվին բաժանվող նվերները, որոնք շատերի կողմից ընկալվեցին որպես ընտրակաշարք, այո, արդյոք այս իշխանությունը կստանար նույն արդյունքը։ Ես վստահ եմ ու համոզված եմ, որ ոչ։ Ժողովուրդ ջան, բայց մեր առած կանգնած խնդիրը շատ ավելի մեծ է, քան ընտրությունների արդյունքները։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ապագայի մասին է։ Այն ապագայի մասին, թե արդյոք Հայաստանը շարունակելու է շարժվել իր ազգային շահերով, թե այն ուղղվածությամբ, որը որ մեզ թելադրվում է Բաքվից։ Մեր պայքարը այն կործանարար մեխանիզմի դեմ է, որը աշխատեցնում է այս իշխանությանը, ու որի նպատակն է ծնկի բերել հայ մարդուն ու ոչնչացնել աշխարհի առաջին քրիստոնեական պետությունը։ Այո, փոփոխություններ անպայման լինելու են, եւ այդ փոփոխությունները ինքն իրեն չեն գալու։ Այն սկսվելու է յուրաքանչյուրիս մասնակցությունից, հավատից, վճռականությունից ու պատասխանատվությունից։